գնում ենք Գերմանիա։ Հյուրախաղերը վերջացրինք Հոլանդիայի ու Բելգիայի։ Հիմա արդեն սպասում ենք գնաց կգա, հենգելոյից շարժվենք Համբուրգ։ Արա սա ուր ես այսքան բան վերցրա։ Լյուբոյ քաղաքից կարող ես գնաս Լյուբոյ քաղաքի, լավ։ Ասում եմ Հայաստան էլ ելներ էլի արագընթաց գնացքների ինչ կլինի։ Ասենք չգիտեմ, Քյավառից գնայիր Արարատ, Վանաձորից Վարդենիս։ Չէ։ Երկրորդ գնաց կգա, գերմանական հացից ենք ուտում, շատ համով է իրականում, բայց ախր ես ին վրա աշխատում եմ, պարապվում եմ, քրտնաջան դիետաներից, սպորտից ու ամեն ինչից հետո, երբ որ նիհարում եմ, ուրախանում եմ, գալիս ես Եվրոպա, մի հատ մեր գերմանական հացից, մի հատ մեր բելգիական պիվից, մի հատ են, խոզ դառած հետ ես գնում Հայաստան, եղավ, չեղավ, բայց շատ համով է։ Նայ կայարանցի խուշն է, սա գորե այս պոեզների մեջ առավոտից իրիգուն ինչ կա չկա ուտում է, քշուր չի թողե պոլի, չել վախում է, համարցակ եվրոպական աղունիքներ են, կգա ոտըտ էլ կուտի։ Այ արա քնցնում այս պոեզը, անընդհատ միապաղաղ, դանդաղ, համաչափ և անձայն ընթացքը բերում է քննման, եթե գիշերը լավ չես քննման, ես էլ ես գիշեր մի 3 ժամ, բայց ես ուրիշ պոեզա, սա լավն է, նա դաժե զուգարան չուներ, լուրջ, պահել տվին 2 ժամ, այս զուգարանով, Wi-Fi-ով ավելի կոմֆորտնի մարդիկ են ուրիշ մեջ, լրիվ ուրիշ մարդիկ են, են պոեզում ուրիշ մարդիկ են, չէ՞։ Այս անգամ Համբուրգն ենք նկարում, խոստանում եմ Գերմանիայում շատ սիրուն քաղաքներ ու հետաքրքիր տեղեր էլի կցուցադրենք ձեզ հետագայում, ուղղակի որ հյուրախաղերով Համբուրգում եմ, այս պահին հին, բարի ու գեղեցիկ Համբուրգ քաղաքը կուզեմ ցույց տալ ձեզ։ Այս Ալստեր լիճն է ու շուրջ բոլորը հետաքրքիր պատմամշակութային վայրեր, թանգարաններ, այն կողմը քաղաքապետարանն է, օֆիսներ, խանութներ և շատ գեղեցիկ բաներ։ Գնանք առաջ։
ստելա քաղաքականությունը երրում։ Վաղը չեմ իսօր ընտրություններն է Գերմանիայում ու իրար են ջարդում ոնց տեսնում եք պլակատները, խնդրեմ, Ստոլբեքին, ծառերին, փաթաթած, մարդկանց խափում են հերթական անգամ ոնց որ բոլորը։ Դուք երբ որ նայեք այս հաղորդումը, արդեն կիմանաք ով է ընտրվել, որտեվ սա ուշ ենք ցույց տալու։ Իսկ հիմա փետրվարն է ու 2 օրից ընտրություններ է։ Թեժ ակտիվ քաղաքական Գերմանիա ենք տեսնում համել։ Ինչ։ Բարձր ասեք էլի չի լսվում։ Այս կողը գերմաներեն են խոսում, ինչ են ասում։ Շատ սիրուն է լճի ափին հենց, նստարաններ, սիրահար զույգեր, շատ ուժեղ ծտեր կան տուրիստների մեջ, չկատակ եմ ստեղ ափին, լճի ափին, այս են սիտիկները, գեղեցիկ, նավերը, թեկուզ ձմեռով, բայց ասեք, որ սիրուն է։ Այս էլ ասում են քաղաքապետարանն է, շարաբեց ես ինչ քաղաքապետարան, բրատ, ես հագավորանիստ սրբակենտրոն կացավայրա տեղի է։ Կուզեիք սենց քաղաքապետարան ունենայիք երեխեք։ Իսկ ոնց է կյանքը, ներողություն, ավելի շատ դեպի շատ խելոք են ստեղ շները, հարցազրույց եմ վերցնում։ Գերմանական ավճարկեքի մասին չգիտեք, մարդուց խելացի է։ Այնքան մարդ գիտեմ, որից խելացի են, այնքանից շատ։ Եվս մեկ հարց, եթե կարելի է գրաֆ։ Չեք գտնում չէ։ Արելի ընկանք Հոլանդիայի օր արա։ Այս նավը ով է։ Ումից ճոկենք ես նավը ոնց կանանք նստենք արա։ Ինչ եկել ենք նավ եմ ուզում նստեմ, եղբայր, չի ստացվում այդ անտերը։ Ով է նավի գծով։ Նավապետ։ Ներողություն, ինչ եք կարծում, 2 օրից ընտրություններ են, ով կանցնի, հին թեկնածուն, թե նոր առաջադրված խոսում եմ։ Երկու հատ դեղին ավտո եմ հավանել սիրուն, չեմ կողմնորոշվում որը ընտրեմ, կարող է դուք օգնեք։ Երկրորդ օրն է Համբուրգում, մեղմ, պուպուշ, եղանակ, այսօր իմ ներկայացման օրն է 2 ժամից խաղալու եմ ռետրո ստենդափը Համբուրգի հայերի համար, շուտով իմ հանդիսատես հավաքվելու է ու այստեղից մտնի ներս։ Քանի իրանք չեն հավաքվել ստեղից մտնեն ներս, ես ստեղից մտնեմ ներս, շուտ գնամ պատրաստվեմ։ Եկեք։ Շամպայնը առաջին ներկայացման օրը տվեցին Հոլանդիայում, Հովոջան լավ շամպայն ան կխմես, հարմար չեղավ, հետս տարա Բելգիա հարմար չեղավ, հետս բերեցի Գերմանիա, հիմա ներկայացումից առաջ ուզում եմ մի փոքր, ընդհանրապես բեմ դուրս գալուց առաջ չեմ օգտագործում ալկոհոլ, բայց այս շամպայնը կես բաժակ կարելի է ասում, հիմա որ չբացեմ, պիտի ծանր հասցնեմ Հայաստան, ոչ հավես կա, ոչ էլ տեղ կա վեշերիս մեջ։ Բայց ոնց որ լավ շամպայներ եմ, ես գլուխ չեմ հանում շամպայներից, հեսա տեսնենք։ Դե մեզ հաջող ելույթ, ախպեր ջան։
Բաժակ չկա դա։ Ամեն ինչ տեղն ընկավ, մեր բաժակ չկա, բա ինչով խմենք։ Ոնց ինչով։ Շշով։ Սգարլա։ Թու հարամը, նրա թափեցը։ Բայց ընտիրեր երեխեք։ Ներկայացումից հետո ինչքան էլ հոգնած ենք, բայց եկել ենք նկարենք գիշերային Ռեպերբան փողոցը, որտեղ կանգնում են անբարոյական աղջիկները, հիմա կասեք ինչ հաղորդում արեց, մեջը անբարոյական աղջիկ եկին ցույց տվեց։ Բայց ես ինչ կապ ունեմ, որ ամեն երկրում կա տենց մի անբարոյական փողոց։ Ուղղակի առիթը բաշի թողեցինք, շաբաթ օր իրիկունա, ամենաթեժ օրն է։ Նայեք ինչ տժի կա, կլուբները, բանները, կայֆերը, կայծերը ու մնացածը։ Հեսա շուտով հանդիպելու ենք չփլախ աղջիկների, ովքեր վաճառքի են դրել իրենց մարմինները։ Տեսնենք, թողեն նկարենք, թե էլի հարցակողական բնույթի։ Ահա, ոնց որ արդեն կան։ Բազար են անում, գինը չեն հարմարվում, նայ։ Սա տալու են իրար։ Համարյա բան չկարողացանք նկարել, մեր հույսերը ավելի մեծ էին, բայց փաստորեն Ռեպերբանում շատ խիստ է դրված այդ օրենքը, բոլորը գեր ուշադիր հետևում են, որ չնկարենք, նույնիսկ մի քանի հատ բազար ենք բռնում հենա, ավտոից թաքուն, ինչ ստացվեց այդքանն էր։ Ցավոք ավելի շատ բան չկարողացանք ցուցադրել ձեզ, դրանից շատ եթե ուզում ես տեսնես, արդեն պետք է ելնես գաս։ Եղավ։ Վերջ։ Շատ լավ անցավ երեք Համբուրգի ներկայացումը, շնորհակալություն հանդիսատեսին ջերմ ընդունելության համար։ Այսօր էլ մի քանի ժամ ունենք, քաղաքում ասցինք պտտվենք, ձեզ համար նկարենք, ցույց տանք Համբուրգը ինչքանով որ կկարողանանք ու արդեն հետ Հայաստան։ Մի քանի ժամից մեկնում ենք, բայց տեսնենք ինչ կհասցնենք հավաքել։ Գնացինք։ Եկել ենք Համբուրգի նավահանգիստ, սա ասում են Եվրոպայում մեծությամբ թվով երկրորդ նավահանգիստն է։ Նայեք ինչ հսկա նավ է, օրինակ, այս նայ։
Ոնց տեսնում եք Համբուրգում նույնպես կան բիզնեսներ, որոնք օրինակ են վերցրել Հայաստանից։ Կամ օրինակ սա, խնդրեմ։ Էս էլ Համբուրգի մետրոն է, խնդրեմ։ Զգուշացեք դռները փակվում են, հաջորդ կայանը Շտրասենբաուդղ։ Լսիմին։ Մետրոն ստեղ երկու տեսակ է, U-բան ու S-բան։ U-բանը, որ գետնի տակով է անցնում, իսկ S-բանը վերևով գետնի տակ չի մտնում։ S-բանը ինձ շատ է դուր գալի։ Ոչ միտեղ չկա ուրիշ։ Հարմար զամոք չեմ գտնում, հանեմ գցեմ չամադանիս վրա։ Այսօր Հայաստան են գնում, չբացեն ջամփին վեշս։ Այս Համբուրգի հայտնի ֆիլհարմոնիան է, շատ երկար բարձրանում ես էսկալատորով, այս սիրուն դիզայնով ոնց տեսնում եք հայելիներով, ու չգիտեմ որերորդ հարկում մի հատ կետա, որտեղից քաղաքը շատ սիրուն երևում է։ Եկեք գնանք տեսնենք։ Իսկ վերևը ֆիլհարմոնիայի դահլիճներ, համերգասրահներ, տենց տեղեր է, էլի։ Դրսից էլ ցույց կտանք շենքը, չէ՞։ Այդ էսկալատորներից այս բալկոնչիկը անում, այս սիրուն պատշգամբ ֆիլհարմոնիկ լիտիսարան։ Ես գերմանացիքի գիտես ինչը չեմ սիրում, որը շատ կոլոտ են։ Որ ասում եմ կոլոտ են, չեք հավատում։ Ասում ես էլի նավսը կա всё-таки աշկը կպնմա։ Ասում է նավսած այս եկեղեցին համաշխարհային պատերազմից հետո, ասում է, անընդհատ ուզում են վերանորոգեն, հա չի ստացվում։ Շինարարության ժամանակ մարդիկ են ընկնում, մեռնում, ինչ-որ պաժար անում, մեկ չի, в общем, չի նավս կա ախպեր։ Ես նավսին չեմ հավատում, բայց գերմանացիք հավատում են։ Այդ են շենք ամենամեծ եկեղեցիներից է, բայց այրված։ Այս էլ ձեռքի աշխատանքներ են, շատ գեղեցիկ, զարդեր են, տեղում հենց պատրաստում է, մեր սմբոն է, իրար հետ ենք սովորել, պրոստը չի իշում, ինձ գործերը դզվել է, եկար ստե, հա Սմբջան, լավ է, ոնց է Համբուրգ, գնում է գործը առաջ, շատ շնորհքով ես, ապրես, շնորհքդ շատ ախպեր ջան, գաս Հայաստան գնանք, Սովության հետ խնդիր ունի, անընդհատ այս դինամիկի կողքը։ Շատ հետաքրքիր տեղում ենք հիմա, սենց խորը թունել է, այս տեսքն է ունեցել 1900-ականների սկզբներին, պատերազմի ժամանակ մարդիկ այս այնց մտել փախով, այս թունելով անցել են գետի մյուս ափը, վերևը գետ է, գետի տակով է սա գնում ու շատ խոնավ ու վախենալու տենց խորհրդավոր տեղ է ճիշտն ասած, սահմռկեցուցիչ ասել է թե այս թունելն է, 426 մետր։ Այս ցուցանակը մեզ հուշում է, որ այս թունելի մեջտեղի կետը կենտրոնը ջրից 150 մետր ջրի տակ է այդ կետը, հասկանում եք, ջրի տակով է գնում սա ու ամբողջ վերևը գետն է, մարդիկ որ ուզել են ջրի այն կողմից գան այս կողմը, գետի այս ափը գան,
եկել են մեքենաներով սենց, այն մեծ լիֆտով մեքենաներն են բարձրացրել մտել քաղաք, իսկ հիմա հեծանիվներ, հեծանվորդներն են սպասում, որ մեծ լիֆտով երթևեկեն, իսկ փոքրով մարդիկ, պիշիխոտ, հետիոտն։ Արա էսիշ ցուրտ է այս թունելում, իմ արև կեսին հասնում ես արդեն սրտ-սրտոցը տնգնում է։ Թունել էլ չեմ մտնի սենց։ Թունելից դուրս ես գալի այստեղ։ Դիմացի մայթ էլի մենք պատկերացրիք մի քիչ առաջ այն կողմն ենք, իսկ հիմա ստերից նայում ենք այնտեղ քաղաքի ավելի սիրուն ու շարժուն մասը դիմացի մայթն է փաստորեն։ Արա ես ինչ մեծ չամադանա դրե արջը փողի համար, իրա չափերով էլի, հույս ունի տենց միլիոններ է հավքելու, են էլ կոշիկներն է նայի տակը խծկել է, մտել է արջի մեջ, մի հատ կարանք նկարվենք արջ աղբեր։ Մի հատ հայերին բարևի թաթիկով, հայերին։ Արա ես ինչ գեյշ է, ես հաստատ հայ կլնի։ Հատ նկարվենք, էլի։ Ոչ մի բանի վրա նստած չէ, չես էլ հասկանում ինչի վրա է նստած։ Համբուրգում գտնվում է նաև Զարթոնք մշակույթի կենտրոնը, մի դպրոց, որտեղ հայ երեխաները կարող են սովորել հայերեն տառել, գրել, կարդալ, պատմություն, մշակույթ, գրականություն, ձեռքի աշխատանք, երկպար, տարբեր առարկաներ, շատ կարևոր եւ բարի գործ է կատարում։ Այստեղ է մուտքը, եկեք բարձրանանք, տեսնենք ինչ կա ներսում, ինչ են անում։ Դե շատ հաճելի էր, լավ եղեք, շնորհակալություն։ Հաջողություն։ Հասանք Համբուրգի օդանավակայան, սպասում ենք 2 ժամից մեր թռիչքն լինելու դեպի Հայաստան, վերջապես վերադառնում ենք։ Տեսել ինչ-որ խոշորացույց է լնանք, Հայաստանը երևում է։ Ռսև ապեր, բան չկա։ Փողովա, եվրո կցես, ամեն ինչ փողովա, ձրի բան չեն թողել ես կյանքում, երտբում են։ Վերջապես հասանք տեղ, շատ ցուրտ է Հայաստանում ասում են, բայց ես չգիտեմ կոնկրետ ինչքան ցուրտ է, ես պիտի դուրս գամ, նոր հասկանամ ինչքան ցուրտ է, բայց էլ դուրս չեկած ստից արդեն ջոկում եմ, ինչքան ցուրտ, արա լավ ես քան ցուրտ իմ մարև, ես ինչ եք խոսում, ոտներս քաշինք մառոզը գողեց, գնացինք տուն, հոգնած սատկած,
Չէ դե մարոզն էլ ունի չափ ու ձև, արա էս ինչա։ -1-2 էր գնացինք, -12-13-ի քիչել ենք, այն որ բարակ կոշիկներով սառցակալում ենք։ Շուտ գնանք աջալները քաշենք, վրեքները, ստակ չայիկները խմենք, որ չհիվանդանանք։ Բայց ինչքան էլ ցուրտ լինի, կարևորը քո տանն է, որ Հայաստան իջնում է սիրտդ հանգստանում է, մի տեսակ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, հաջորդը Ֆրանսիան է։ Փարիզ, Լիոն, Մարսել պտտվելու ենք։ Սպասիր մեզ Ֆրանսիա, դուք էլ սիրելի հետևորդներ, սպասեք մեզ նոր հաղորդումների շրջանակներում։